Sportcast. Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast նախագծի հերթական թողարկումն է, այս անգամ անդրադառնում ենք ֆուտբոլին, ընդ որում տարբեր թեմաներին, թե հայկական ֆուտբոլին անդրադարձ կլինի, թե համաեվրոպական ակումբային ֆուտբոլին։ Իմ հյուրն է լրագրող հանրային կապերի մասնագետ եւ ֆուտբոլասեր Հենրիխ Մարգարյանը, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Հենրիխ։ Նախ սկսենք հայկական ֆուտբոլից, անդրադառնանք Հայաստանի ազգային հավաքականին, աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականին մնացել են 2 հանդիպում անցկացնել, երկուսն էլ բավական բարդ մրցակիցների հետ, 4 հանդիպումից հետո նախ հետաքրիր է քո կարծիքը, ինչ իրավիճակում է մեր հավաքականը, մենք ինչ ենք տեսնում մեր հավաքականում Եղիշե Մելիքյանը ինչ է փոխել, ինչ է բերել, մեր հավաքականը կարծես թե միտված է արդյունքին, դա երևաց մի քանի հանդիպման ընթացքում, տեսանք նաև այդ Իռլանդիայի հետ դիմակայությունում, վերջին դիմակայությունում այս բայդրությամբ, տեսանք, որ կարծես միտում կար, բայց ինչ-ինչ պատճառներով արդյունքը ի վերջո ձեռք չբերվեց, ցավալի է, բայց այդպես է։ Հիմա մեզ մնացել են 2 հանդիպումներ, տնային հանդիպում Հունգարիայի ընտրանու հետ եւ արտագնա հանդիպում գերհզոր Պորտուգալիայի հավաքականի հետ։ Նախ եւ առաջ ողջունում եմ ռադիո լսողներին, նաեւ մեզ YouTube-ով եւ սոցհարթակներով բոլոր դիտողներին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ֆուտբոլային հանրության կողմից միշտ ազգային մեր թիմի հանդեպ սպասումները մեծ են ու հաճախ նաեւ գերագնահատված են։ Մենք միշտ ցանկանում ենք, որ մեր թիմը միշտ լինի հավակնորդների մեջ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մասնակիցների այդ ցանկում, բայց ես համարում եմ, որ մենք պետք է միշտ իրականությանը բաց աչքերով նայենք եւ մեր ուժերը միշտ համադրենք այն հավաքականների հետ, որոնց հետ խաղում ենք եւ իրական գնահատենք այդ ամենը։ Ես համարում եմ, որ այս ընտրական փուլը հաշվի առնելով, որ մենք ունենք նոր գլխավոր մարզիչ, իդեմս Եղիշե Մելիքյանի, սա փորձարարական փուլ է որոշակի առումով իր համար, քանի որ նա ժամանակ չի ունեցել հավաքականին, ազգային թիմին ավելի լավ ծանոթանալու համար, եւ ես կգնահատեի այս պայդրության բավարար մեր մրցելույթները, հաշվի առնելով խաղի որակը, որը համարում եմ, որ արդեն բավականին բարելավվել է եւ մեր թիմը այս պահին իր խաղային ձեռագրով եւ ցուցադրած խաղով կարծում այս պայդրությամբ հաշվի առնելով շատ հանգամանքներ եւ ինչպես ասացի մարզիչը նոր է նշանակված համեմատաբար վատ չի, առանձին դրվագներով իհարկե խաղային առումով մենք խնդիրներ ունենում ենք եւ հատկապես Հունգարիայի հետ արտագնա խաղում մենք վատ չխաղացինք, ընդհանուր առմամբ երևում էր, որ հստակ խաղային պատկեր կար, ուղղակի գոլային պահերը մենք չօգտագործեցինք, հատկապես Պերցյանի պահն էր շատ լավը եւ անցումը, եթե դա գոլով ավարտվեր, մենք գոնե ոչ ոքի կավարտեինք այդ հանդիպումը։ Ինչ վերաբերում է Իռլանդիայի հետ չարաբաստիկ խաղին, մենք 3 խաղ արտագնա խաղացել ենք պատմության ընթացքում Իռլանդիայի հետ, բոլոր խաղերում եղել է կարմիր քարտ ու բոլոր խաղերն մեկ գնդակի տարբերությամբ պարտվել ենք, սակայն մենք այդ խաղերում առնվազն արժանի չէինք պարտությանը, իսկ վերջին խաղում կարմիր քարտը իհարկե իր վատ դերը խաղաց ու մենք կարծում եմ, որ եթե չլիներ այդ կարմիր քարտը, մենք գոնե ոչ ոքի կավարտեինք այդ հանդիպումը։ Հիմա ավելի մասնակի խոսենք տարբեր հարցերի շուրջ, տեսեք Հենրիխ, այդ վերջին հոկտեմբերյան այդ հանդիպումներից հետո որոշակի քննադատական գիծ տեսա ես տարբեր փորձագետների կողմից հնչեցված, որ ի վերջո մեր հավաքականը այո, մենք եթե արդյունքի ենք միտված, ապա պետք է ուշադրություն դարձնենք պաշտպանական գծին, պաշտպանությունը մեր ցավալի է, բայց այնպեսի շատ բարձր խաղային մակարդակի չի այժմ հավաքականում եւ որպեսզի պաշտպանական գիծը բավական ամուր լինի, գերհագեցնում է Եղիշե Մելիքյանը, մենք տեսանք գերհագեցնում է ֆուտբոլիստներով, խաղում է գրեթե 5 պաշտպանով այդ սխեման Իռլանդիայի վերջին այդ արտագնա խաղում կարծես թե սկզբնամասում որոշակի հնարավորություններ մեզ ընձեռում էր, բայց իռլանդացիք այն
ի վերջո այն ընտրանի Նեդերլանդիայի, ճիշտ է լավ կազմակերպված, բայց որը որպես կանոն խաղում է երկրորդ համարով մրցակիցների հետ։ Եվ այստեղ էլ իռլանդացիները այս պարագայում այդպես բազմաթիվ գրոհներ, ճիշտ է որոշակի հատվածներ կային, բայց բազմաթիվ գրոհներով չէին գրոհում մեր դարպասը, եւ այստեղ Եղիշե Մելիքյանին ուղղված քննադատությունը այն առումով էր, որ ինչու մենք ավելի այսպես բաց խաղ չխաղացինք իռլանդացիների հետ։ Իռլանդացիները այդ մեկ հնարավորություն ունեցան, մեր պաշտպանները կարծես թե չէին փակի իրենց գլխավոր հարձակվողին, այդ մեկ գոլը եղավ եւ վերջ։ Մենք ճիշտ է վերջնամասում մեր հավաքականը ի վերջո այսպես ասած միացրեց շարժիչը, սկսեց գրոհել, բայց գոլային պահեր գրեթե չկային իռլանդացիների դարպասի մոտ։ Հիմա մենք ի վերջո նույնիսկ այսպիսի հասկանալի է Պորտուգալիայի հետ հավաքականում կոպիտ ասեմ, պետք է ավտոբուս կայանենք մեր դարպասի մոտ, այլ ընտրանք չկա։ Իհարկե այդպիսի պաշտպանական գծերը Պորտուգալիան այն թիմն է, որ մեկ է կոտրում անցնում է, բայց իռլանդացիների հետ ինչու ենք այսպես խաղում։ Պետք է նախ եւ առաջ տեսնենք, որ առաջին կեսում Իռլանդիայի հետ արտագնախաղում Իռլանդիան շատ զգուշավոր էր խաղում մեզ հետ եւ երևում էր, որ Երևանյան խաղից հետո, մեր հաղթանակից հետո նրանք բավականին ավելի զուսպ եւ մեծ անպագորգոր հայտարարություններով հանդես չէին գալի նույնիսկ խաղից առաջ եւ երևաց առաջին կեսում, որ նրանք փորձում էին հնարավորինս տեսնել, թե մենք ինչ ենք պատրաստել այդ խաղին ու հետախուզական ֆուտբոլ էր երկու թիմերի կողմից գնում, երբ երկրորդ խաղակեսում կոնկրետ մեր կողմից արդեն ես խաղը դիտելիս, երբ որ Լուկասը դուրս եկավ փոխարինման, ես հասկացա, որ մենք նախապատրաստում ենք արդեն հարձակման գործողությունները եւ մեր նպատակը միանգամայն հաղթանակն էր այդ խաղում եւ պետքա ի պատիվ Եղիշե Մելիքյանին նույնիսկ կարմիր քարտից հետո նա հարձակողական գործողությունները լրիվ չդադարեցրեց եւ փոխարինումները նույնպես միտված էին ամեն դեպքում գոնե խաղը փրկելուն։ Ուրիշ մարզիչ լիներ կարող մի երկու պաշտպան դուրս հաներ հենակետային եւ փորձեր ավտոբուս կայանել այդ իրավիճակում, բայց ես շատ գոհ եմ, որ գոնե այդ իրավիճակում նա թիմին այդ ուղերձը հղեց, որ պետքա գնալ եւ գրոհել ամեն դեպքում կարմիր քարտ։ Եթե պարտվելիս ես միջև այդ գոլի բաց թողումը իհարկե միջև այդ գոլի իհարկե բաց թողումն էլ մեր նպատակը ես համոզված եմ միայն հաղթանակն էր։ Ինչ վերաբերում է պաշտպանական գծի խաղին, ես մի քիչ կարող եմ հետ գնամ 90-ականների ազգային թիմին, այն ժամանակ մեր պաշտպանական գիծը եւ դարպասապահը շատ լավն էին։ Եվ այսօր մենք երազենք այդպիսի պաշտպանական գիծ ունենայինք օրինակ Երվանդ Սուքիասյան, Վարդան Խաչատրյան, Հարություն Վարդանյան, նրանք եւ Ռոման Բերեզովսկին իր լավագույն, ինչպես հիմա ասում են prime տարիներին, ուղղակի ֆանտաստիկ էին, ես համարում եմ այդ գիծը եւ եթե մենք ունենայինք նման պաշտպանական գիծ մեր օրերում, մեր հավաքականը գոնե կլիներ հանգիստ կարող ենք ասենք հավակնորդ խմբից դուրս գալու, բայց ցավոք այսօր մենք չունենք նման պաշտպանական գիծ եւ մեր միակ ելքը ազգային թիմի խաղին դա նախաձեռնողական ֆուտբոլն է, որովհետեւ պաշտպանողական ֆուտբոլի պարագայում ինչպես ցույց են տալի խաղերը, մենք այնուամենայնիվ պարտվում ենք խաղերում եւ դա ելք չի։ Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հետ խաղին, ապա ավտոբուսը Մորինյոյի ասած իհարկե ավտոբուս կլինի, բայց ես գոնե հուսով եմ, որ այդ խաղում երկրորդ կազմը գոնե Պորտուգալիայի կխաղա։ Բայց նույնպես գերհզոր այդպիսի աստղային ֆուտբոլիստներ են դարձել։ Իհարկե, ուղղակի վերջին խաղը ես կարծում եմ Պորտուգալիան արդեն հարցեր լուծելու չի ունենա եւ այն ավելի կիսաանգերական բնույթի ֆուտբոլ է լինելու։ Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին այս պայդրությամբ խմբից դուրս գալու, ես կարող եմ ասել, որ իհարկե միայն մի պարագայում, եթե երկու հաղթանակ տանենք, մենք դուրս կգանք խմբից, Հունգարիային եւ Պորտուգալիային, բայց ես իրատես եմ, ես համարում եմ, որ Հունգարիայի հետ Երևանյան խաղում մենք գոնե դրական արդյունքի կարող ենք հույս ունենալ ոչ ոքի, եթե իրական պատկերը նայենք, բայց ես իհարկե հասկանում եմ, որ Հունգարիան գալու է հաղթանակի
հետևից։ Իդեպ Հունգարիայի հետ արտագնահ խաղում պետք է հաշվի առնենք, որ հունգարացիների բավական առանցքային ֆուտբոլիստները այդ խաղում չխաղացին, որոշները այդպես վնասվածքների պատճառով հիմնական հարձակվողը այսպես որակազրկված էր։ Ֆերենցվարոշի հարձակվողը որակազրկված էր։ Հիմա իրենք արդեն ճիշտ եք գալու են 3 միավորի հետևից Երևան, բայց մենք պետք է ստեղ ի վերջո կռիվ տանք, մենք այդպես հեշտ չհանձնվենք ու վստահ եմ, որ մեր թիմը, մեր տղաները այդպես կգործեն։ Մեկ այլ հարցի Հենրիխ անդրադառնանք, մեր թիմում մենք տեսանք, որ մինչև այս որակավորման փուլի մեկնարկը այդ ընկերական հանդիպումների ընթացքում նաև մինչ այդ մարտ ամսին դեռևս տեղի ունեցած այս Վրաստանի հավաքականի հետ ազգերի լիգայի այդ play-off փուլ կոչվող այդ երկու խաղերը, այդ դիմակայությունը մենք տեսանք, չեմ անդրադառնում արդյունքների, մենք տեսանք, որ մեր թիմում կան որոշակի խնդիրներ թիմի ներսում Ռուսաստանից եկած մեր հայրենակիցների այսպես առանձնացում մնացածից, թե չգիտեմ լեզվական խնդիր է թե ինչ, կարծես թիմը այսպես կուռ մի մեխանիզմ, այսպես թիմ չէր, խմբավորում չէր կուռ, այդ խնդիրները վստահ ենք, որ Եղիշե Մելիքյանը այլ կերպ է լուծում եւ որոշակի արդեն բալանսավորում բերում է։ Նախ այս հարցին անդրադարձեք, մեկ այլ հարցի, որ ավագի ի վերջո ով է ավագը, դա էլ է կարևոր թիմում։ Եղիշե Մելիքյանի նշանակմամբ գլխավոր մարզչի պաշտոնում խոսվում է, որ ի վերջո Էդուարդ Սպերցյանին պետք է թեև կապը տրվի, բայց տրվեց Տիգրան Բարսեղյանին հաշվի առնելով իր վաստակը հավաքականում, այսինքն որքան խաղ է անցկացրել հավաքականում եւ այլն։ Ի տարբերություն Սպերցյանի որոշակի առավելություն ունի Տիգրան Բարսեղյանը, բայց չգիտեմ, սկսեցին քննադատությունները, թե ինչու Տիգրան Բարսեղյանը որոշակի այս կարգապահական խնդիրներ է ցուցաբերել տարբեր տարիներին, ի վերջո ուկրաինացի մարզիչ է, որ մարզում էր մեր գլխավոր հավաքականը, նրան այսպես ճակերտավոր ասեմ վտարել էր հավաքականից եւ այդ կոնտակտը չէր ստեղծվում, որ ի վերջո որոշակի ընդհանուր հայտարարի գան եւ Տիգրան Բարսեղյանը իր օրոք վերադառնա հավաքական։ Ինչու Տիգրան Բարսեղյանը Սպերցյանի ավագությամբ խնդիրները կլուծվեն թե ոչ։ Մենք լավ հիշում ենք, կոնկրետ ես հիշում եմ, որ 2022 թվականին, երբ Փյունիկը Երևանում Սլովանիի հետ էր խաղում, այդ դրվագը շատ ես մարզադաշտում էի, տեսա ընդհարումը Բարսեղյանի եւ Մելիքյանի եւ շատերն էին հիշում այդ ընդհարումը։ Մյուս կողմից, երբ որ Բարսեղյանը արդեն տևական ժամանակ չէր հրավիրվել ազգային թիմ, մարզչի կողմից նաև այդ դրվագը իր եւ Բարսեղյանի այդ դրվագը եւ ընդհանուր լարվածությունը Բարսեղյանի եւ ազգային թիմի այդ չգալու հանրության այդ պահանջը հաշվի առնելով նա շանս տվեց Բարսեղյանին եւ ավագի թեւ կապի միջոցով նրան տվեց այդ ավանսը եւ ընդգծելով կարեւորությունը ֆուտբոլիստի հավաքականի իր ներդրումը, որովհետեւ Բարսեղյանը 64 խաղ է անցկացրել ազգային թիմում, 9 գոլ, 14 գոլային փոխանցում է արել, գոլային գործողություն է արել եւ իր ներդրումը ազգային թիմում որևէ մեկը չի կարող նսեմացնել։ Ուղղակի շատ վատ է, որ իր այդ կարգապահական եւ այլ կոնֆլիկտները մարզչի մթանգնում են իր ներդրումը ազգային թիմում ընդհանուր առմամբ եւ ես շատ եմ ցավում, որ այդ դրվագը Իռլանդիայի հետ խաղում եղավ եւ կան որոշակի օդում կախված լուրեր, որ նա հանդերձարանում ասել է, որ կավարտի իր կարիերան հավաքականի կազմում եւ բայց որևէ հայտարարություն հրապարակային չի եղել։ Հայտարարություն չի եղել, ընդ որում կարմիր քարտի հետ կապված իրավիճակի մասին որևէ հայտարարություն նա չի արել, որ ամեն դեպքում որպես թիմի ավակ կամ կարող էր որևէ հայտարարություն, ներողություն կամ ինչ-որ իրավիճակը, բոլորս էլ հասկանում ենք նյարդեր են, կարող է պատահել, բայց ավակի թեև կապը ունենալով նման ընդհարման գնալը շատ թանկ
նստեց ազգային թիմի համար ու հիմա նա 3 խաղով որակազրկվել է եւ այս մրցափուլում չենք տեսնի իրեն, 1 խաղել ազգերի լիգայի հաջորդ տարվա առաջի խաղում չի խաղա, դա շատ է, 3 խաղով որակազրկում համարում եմ շատ, որովհետեւ դեպքեր են եղել 2 խաղով են ֆուտբոլիստներին ավելի տենց լուրջ ընդհարումների համար որակազրկե, դա իհարկե խնդիր է ու կարող է իրեն ավելի ստիպել չասեմ, ավելի տանել դեպի ազգային թիմում իր մրցելույթները ավարտելուն, բայց շատ վատ կլներ, որ նման ներդրում ունեցող խաղացողը ազգային թիմում այդքան լավ բաներ արած խաղացողը ամեն դեպքում նման կերպ հեռանար, նա դեռ իր վերջին ասելիքը կարծում չի ասել եւ եթե որոշի շարունակել մրցելույթները հաջորդ տարի ազգերի լիգայում նա կարծում եմ իր խոսքը դեռ կասի եւ նա պետքա դրական նոտայով ավարտի իր մրցելույթները, նման վատ նոտայով ֆուտբոլային հանրությանը այդ հետքը իր կարիերայում կմնա ու դա լավ չի, ես համարում եմ, որ նա պետք է ապացուցելու բան ունի, եթե նա այդ համարում է այդպես, ազգային թիմի կազմում ապացուցելու բան ունի եւ ֆուտբոլային հանրությանն էլ կարծում եմ ազգերի լիգայում գոնե գոլեր եւ գոլային փոխանցումները Բարսեղյանի գուցե եւ տեսնենք եւ եթե նա ամեն դեպքում եթե որոշի ավարտել կարիերան իր ասում եմ 64 խաղ, 9 գոլ, 14 գոլային փոխանցումը ինքնին խոսող արդյունքներ են եւ մեր ազգային թիմում այդպիսի խաղացողների բազմազանություն չկա, որ նման արդյունավետություն ու նման օգտակար գործողության գործակից գոնե հարցակման գծում ունեցել ենք։ Սպերցյանի պարագայում ինչ կասեք, Հենրիխ, Սպերցյանին թեև կապը, այո, Սպերցյանը կարծես արժանի է։ Սպերցյանը կլինի կարծում եմ ավագ առաջիկա խաղերում Գոնե Բարսեղյանի բացակայության պարագայում Սպերցյանը ինքը իր կարծում եմ զուսպ պահվածքով, համեստությամբ նա արժանի է ավագի թեև կապին, նա օրինակ է շատ ֆուտբոլիստի, որ ես օրինակ բերեմ նույն օրինակ Մեսսին, ինքը իր մեծությունը ոչ միայն իր խաղի մեջ է, այլև իր համեստության, որ շատ դեպքերում իրան համեմատում են Լամին Յամալին եւ Մեսսիին, օրինակ Մեսսին երբևէ իրեն նման հանրային կյանքում նման վարվելակերպ թույլ չի տվել ու միշտ ասում են, որ Լեո Մեսսին իր մեծությամբ դարձել է այդպեսին հենց իր վարքի, իր զուսպ լինելու, անդադ իր վրա աշխատելու եւ Էդուարդ Սպերցյանն էլ է այդպիսի խաղացող եւ այս մրցաշրջանում իր խաղը ցույց է տալիս, որ նա հետևություններ անում է իր խաղի վերաբերյալ, անցած տարի մենք տեսնում ենք շատ լարվածություն կար իր մոտ տրանսֆերի չկայացման հետ կապված, անցած տարի, այս տարի չնայած բազմաթիվ խոսակցություններ էլ PSG-ից սկսած էլ որ թիմը ասես չուղարկեցին նրան, բայց ի պատիվ իրան նա այնքան հոգեբանորեն կայուն էր, որ դա հաղթահարեց ու դա չզգացինք իր խաղի վրա ու Կրասնոդարում նա այս մրցաշրջանում փայլում է ու իր պայմանագիրը մինչև 26 թվականի հունիսի 30-ն է եւ ես կարծում եմ նա պետք է ամեն դեպքում չերկարաձգի Կրասնոդարի այդ պայմանագրի ժամկետը եւ արդեն չունենալով պայմանագրային պարտավորվածություններ իր ներկայիս թիմի հանդեպ նա կարող է շատ ավելի հանգիստ տրանսֆերային պատուհանի, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ընտրի թիմ Եվրոպայում իր ուժերը փորձելու համար։ Հավանաբար հաշվարկն էլ որոշ չափի այդպեսին է, չնայած Էդուարդ Սպերցյանը ի վերջո Կրասնոդարին շատ բան է տվել, դա նաև վկայում է հենց Կրասնոդարի սեփականատերը քիչ քանիցս դրա մասին նա խոսել է, իհարկե լավ կլիներ, որ Կրասնոդարը դրա համար նաև որոշակի ֆինանսական փոխհատուցում ստանար, դե հիմա այդպեսին է, տեսնենք ինչ կկատարվի։ Հիմա Հենրիխ կհնչի, այսպես ասած, սուլոցը, որը մեզ կտանի փոքրինչ այլ թեմաների շարունակենք, ես մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ Sportcast-ի հյուրն է լրագրող հանրային կապերի մասնագետ ֆուտբոլասեր Հենրիխ Մարգարյանը, Հենրիխ կարճ անդրադառնանք նաեւ հայկական ակումբային ֆուտբոլին, դուք ես գիտեմ, որ լավ քանի տարի է հետևում եք եւ տեսնում եք, թե ինչ է կատարվում նաեւ մեր ակումբային մակարդակում Հայաստանի ներսում, թե ինչպես են մեր ակումբները հանդես գալ նաեւ եվրոպական, համաեվրոպական մրցաշարերում
Անդրադառնում, ինչ ենք սպասում այս տարի։ Նոան կարծես թե երևում է, որ ունակ է այս տարի հաղթահարելու, այսպես ասեմ, խմբային փուլը կոնֆերենցիաների լիգայի մրցակիցները այնպիսին են, որոնց հետ Նոան ճիշտ մոտենալով խաղերին միավորներ վաստակում է, թե հաղթանակ, թե ոչ ոքի, տեսնենք ինչ կկատարվի հետագայում, իհարկե կան նաև բարդ մրցակիցներ, ընդ որում նաև արտագնա խաղերում դա կերևա, բայց առնվազն play-off-ի ուղեգիր կարծես թե մեր Հայաստանը ներկայացնող թիմը, Հայաստանի չեմպիոնը գործող կվաստակի։ Նոյայի հետ կապված իհարկե Նոային ծանր հարված էր գլխավոր մարզչի հեռանալը, այդպես անսպասելի եւ ֆուտբոլային հանրության համար էլ էր շատ անսպասելի Ռուի Մոտայի հեռացումը, իդեպ ասեմ, որ 2 թե մոտ մի քանի օր առաջ, արդեն նախորդ շաբաթ Ռուի Մոտան հեռացվել է Լուդագորեցի գլխավոր մարզչի պաշտոնից, կարծում եմ Նոայի ղեկավարության եւ ֆուտբոլասերների անեծքա աշխատեց եւ ճակերտավոր անեծքա աշխատեց եւ Ռուի Մոտան չհաջողեց Լուդագորեցում, ամեն դեպքում արդարություն կա որոշակի այդ իրավիճակում, որովհետեւ Նոայի ղեկավարությունը ուղղակի վստահության անսահման ուղղակի չափաբաժին էր տվել Ռուի Մոտային եւ իր մարզչական շտաբին ու նույնիսկ մարզաբազան, որը կառուցվում է եւ այնտեղ գիտենք ինչ մեծ ծրագրեր ունի, շատ բան համաձայնեցվում է Ռուի Մոտայի հետ եւ Ռուի Մոտան այնտեղ իրոք Անգլիայում մենեջեր, որ կա, որ բազմաթիվ իր ֆունկցիաներ է տանում, Ռուի Մոտան կարծում եմ Նոայում հենց անգլիական այդ թիմի մենեջերի կարգավիճակ ուներ Նոայում եւ նա այդ ամեն ինչը դրեց մի կողմ ու հեռացավ առաջին իսկ հնարավորության դեպքում, կարծում եմ դա իր կողմից սխալ քայլ էր, ինչպես հիմա ցույց տվեց ժամանակը, ինչ վերաբերում է Նոայի եվրոպական հնարավորություններին մրցասպարեզում, ես կարծում այս տարի իրանք ունեն այդ հնարավորությունը գոնե 24 թիմի այդ տեղը զբաղեցնելու, գոնե անցումային play-off-ում խաղալու, իսկ եթե մի փոքր ավելի լավ արդյունքներ գրանցվեն, գուցե եւ մտնեն առաջին 8-յակի մեջ, իհարկե դա բարդ է լինելու, բայց այս տարվա մրցակիցների մեջ չկան top թիմեր, ինչպես Chelsea-ն, իսկ ընդհանուր մրցակիցները, ինչպես ցույց տվեց Ռիեկայի խաղը, ինչպես Ունիվերսիտայա Կրայովայի հետ խաղը ցույց տվեց, Նոան շատ հանգիստ այդ մրցակիցների հետ կարող է հավասարի խաղալ եւ ինչու ոչ բոլոր խաղերում էլ հաղթել։ Հիմա Սիգմայի հետ խաղում էլ ակնկալում եմ, որ դրական արդյունք հաղթանակ կլինի։ Իհարկե Աբերդինի հետ Շոտլանդիան բարդ խաղ է լինելու, Լեգիայի հետ էլ Երևանում էլ հետ չի լինելու։ Եվ ամենաբարդ մրցակիցը Լեգիան է, կարծես թե ըստ անվան, որովհետև Կիևի Դինամոն վերջի 5-6 տարիներին արդեն այն Կիևի Դինամոն չի, Լոբանովսկու ժամանակներից վեր, ու չենք խաղալու նաև Ուկրաինայում, խաղալու ենք, եթե չեմ սխալվում, Հունգարիայում ենք խաղալու, դա տնային մարզադաշտ չի, կարելի ասել չեզոք մարզադաշտում է ուկրաինական թիմը խաղալու եւ հնարավորություն տեսնում եմ նաև այդ խաղում, որ դրական արդյունք կարա լինի, ամենակիչը 7 միավոր Նոային պետք է, ես կարծում Սիգմայի հետ խաղում կարող է նա այդ 7 միավորը վաստակել ու ապահովագրել իր տեղը անցումային փուլում կոնե, այնուհետև շարժվել առաջ եւ գուցե եւ 8-նյակ փորձել մտնել ինչու ոչ։ Ինչ վերաբերում է առաջնությունում Նոայի ընդհանրապես մեր առաջնությունում, ես համարում եմ, որ այս առաջնությունը բավական մրցակցային է, գոնե առաջի հնգյակի վերջին տարիներին այդպեսին էր, բայց կարծես այս տարի էլ ավելի մրցակցային է, ես դա նաև կապում եմ նրա հետ, որ Նոան կարծես Սանդրո Պերկովիչը չի կարողանում թիմին մոտիվացնել ներքին առաջնության։ Այդ բալանսը չկա, արտաքին, այսինքն համաեվրոպական ֆուտբոլիստների համար երևում է, որ իրանց համար շեշտը եվրագավաթներն են, ու դա հասկանալի է մի շարք հանգամանքներից ելնելով, նրանք ուզում են իրենց ցույց տալ եվրոպական ասպարեզում, նաև ինձ թվում է հետագայում կարիերայի առաջ խաղացում գրանցելու համար, դրա համար իրենց ամբողջ ներուժը փորձում են ցուցադրել հենց եվրագավաթներում, իսկ Հայաստանի առաջնությունում եւ գավաթում նրանք չեմպիոն ու գավաթակիր դարձել են ու ներքին մոտիվացիա չկա եւ գլխավոր մարզչի խնդիրը փորձել թիմին ներքին առաջնության խաղերին տրամադրել, բայց ներեցեք Հենրիխ, եթե ներքին մոտիվացիայի մասին ենք խոսում, ապա
եթե ուզում եք Champions League-ի առնվազն որակավորման հաջորդ տարվա որակավորման փուլում խաղալ, պետք է չեմպիոն հռչակվեք, այսինքն այդ տիտղոսը պահպանեք։ Այո, դա այդպես է, բայց ֆուտբոլիստների հոգեբանությունը այս պահին ցույց է տալի այն, որ նրանք դեռևս ավելի շատ ուշադրություն են դարձնում եվրագավաթներին եւ իրանց այս պահի դրությամբ եվրագավաթներն են հիմնական իրենց նպատակը եւ շեշտը, որ քայլ առաջ կատարվի, դուրս գան play-off pool, գոնե անցումային։ Իհարկե այդ խնդիրը շատ լուրջ կլինի, եթե իրենք ի վերջո իհարկե բոլորս ցանկանում ենք դուրս գան, հաջողեն եւ մարտի առաջ լուրջ խնդիր է լինելու արդեն գարնանային փուլի համար էլ թիմին մոտիվացնելու եւ պետքա իր համար, ես կարծում եմ գլխավոր խնդիրը հենց դա է, որպեսզի այդ մոտիվացիան նաեւ ներքին առաջնությունում լինի։ Հակառակ պարագայում Արարատ Արմենյան կարծում եմ այս տարի կարող է չեմպիոն դառնալ։ Ալաշկերտն էլ է լավ հանդես գալիս։ Եթե տեմպը պահի։ Հենրիխ, եւս մեկ սուլիչ։ Մենք վերջնամասին մոտեցանք մեր զրույցի, հասցնենք անդրադառնալ նաև համաեվրոպական որոշակի իրադարձությունների։ Կարճ, սա այնքան էլ ֆուտբոլային հարց չի, բայց ֆուտբոլին առնչվող։ Մադրիդի Ռեալը դարձյալ UEFA-ի դեմ այդ առճակատման է գնում, այժմ էլ պատրաստում է ֆինանսական ասպիսի հայց ներկայացնել դատարան եւ պահանջել UEFA-ից որոշակի փոխհատուցում։ Խոսքը իհարկե այն խոշոր, այսպես ասած, գործի մասին է Սուպերլիգայի հետ կապված, որ UEFA-ն եւ FIFA-ն խոչընդոտում էին, հակաքարոզություն էին իրականացնում Սուպերլիգայի դեմ, իդեպ դրանից տուժել է Ռեալը։ Հիմա մենք ինչ ենք հասկանում, այդ լավ տուժել է, հիմա Ռեալ ակումբի տնօրինության նախագահի ուզածը ինչ է։ Ֆլորենտինո Պերեսը եւ մի շարք ակումբների նախագահներ հիշում ենք, որ Սուպերլիգայի նախագիծ էր ստեղծել, հիմնական նպատակ ունենալու UEFA-ին զրկել այդ ահռելի եկամուտներից եւ տիրանալ այդ ամբողջ եթե այսպես ասենք մենաշնորհից այդ ահռելի գումարներից եւ գովազդային պայմանագրերին տիրանալ, դարձնել մի քանի թիմի որոշելիքը եւ իրար միջև բաժանել ամբողջ հասույթը։ Հիմա Ռեալը փորձում է իր դատական հայցով, որը ներկայացրել է դատարան 4 միլիարդ դոլարի, փորձում է այդ եկամուտը ստանալ այդ ճանապարհով եւ ապահովագրել իր բյուջեն հետագա բոլոր ցնցումներից։ Ես կարծում եմ, որ իհարկե այն օրինակը, ինչ որ բերում էին սուպեր ակումբները, որ կա NBA, NHL եւ բասկետբոլային Եվրոլիգայի, որոնք փակ համակարգ է եւ այնտեղ փակ լիգաներ է եւ չկա դուրս մնալ, նույն թիմերն են, ֆրանշիզան է, այդ գումարը մուծում են եւ իրենք խաղում են։ Իրանք ասում են, իսկ ֆուտբոլը ինչու չի կարա այդպեսին լինի, բայց իրական նպատակը իհարկե այդ թիմերի համար այդ ֆինանսական հոսքերին տիրանալն է, որովհետեւ այլ նպատակ չկա բնականաբար, հատկապես այն թիմերի, որոնք ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իդեմս Բարսելոնայի, իտալական թիմերի, Ռեալը նման խնդիր իհարկե չունի այս բան, բայց իր համար ամեն տարի գոնե Չեմպիոններ լիգայի եզրափակիչ հասնելն է ֆինանսական կայունության գլխավոր գրավականը եւ դա երևում է Ի տարբերություն անգլիական ակումբների, որոնց լիգան ապահովում է ֆինանսապես։ Մեկ օրինակ կա, որ օրինակ մենք գիտենք, որ Չեմպիոնշիպից 3 թիմ է դուրս գալի Անգլիայի Պրեմիեր լիգա, մենք հիշում ենք, որ 3-րդ տեղից 6-րդ տեղերի թիմերը իրար հետ խաղում են play-off եւ այդ եզրափակիչը, որ Ուեմբլիում կայանում է, այդ թիմը, որ հաղթում է այդ եզրափակիչում, մոտավորապես 220 միլիոն դոլար մենակ այդ հաղթանակի շնորհիվ ինքը ստանում է եւ դա ավելին է, քան նույնիսկ Չեմպիոններ լիգայի հաղթողի եկամուտը։ Այդտեղ ներառված են իհարկե հաջորդ տարի Պրեմիեր լիգայում հանդես գալու այդ թե հերարցակման, այդպես պայմանագրերով բաները։ Հենրիխ, եւ վերջին հարցը Եվրոպայում այս պահի դրությամբ դե հիմնական մրցաշարը Չեմպիոններ լիգայի, համաեվրոպական մրցաշարը, մենք ինչ ենք տեսնում, գլխավոր ֆավորիտների շարքը դարձյալ նույնն է, նույն անուններն են տրվում արդեն տասնամյակներ շարունակ, չասեմ տարիներ շարունակ։ Այս տարի ինչ ենք տեսնում։ Այս տարի տեսնում ենք, որ թիմերը, սուպեր ակումբները հիմնականում արդեն հարմարվել են նոր ձևաչափին եւ ինչպես PSG-ն, նաեւ մի շարք այլ թիմեր առաջին ութնյակում են
եւ կարծում եմ առաջին ութնյակը հիմնականում կլինի հենց այդ սուպեր ակումբներից Ռեալ, Բարսելոնա։ Այս տարի այդպես կլինի, տարբերություն նախորդ տարվա, ավելի իրանք այդ բայց դա չի ապահովագրում ի վերջո հաղթանակը, կարող է 24-րդ տեղը ընդհանուր խմբային փուլում գրաված թիմը։ Ապացուցեց, որ 24 տեղով էլ կարող է դառնալ նվաճել, հենց 24 տեղով մտնել ու նվաճել Չեմպիոններ լիգայի գավաթը, դա որևէ խնդիր այդպես չեմ տեսնում, բայց ես կարծում եմ, որ այս ձևաչափը ամեն դեպքում իրեն արդարացնում է, ամեն խաղում այդ լարվածությունը եւ նակալը շատ ավելի շատ է, քան նախորդ օրինակ ձևաչափում, որովհետեւ կային խմբեր, որ կարող էր 2 սուպեր ակումբ լիներ եւ 3-4 տեղում միջակ թիմեր ու ամեն ինչ միջև մեկնարկը պարզ էր, հիմա որևէ բան երրորդ օրից այն կողմ արդեն մեծ հաշվով պարզ է, որոշված էր հարց։ Մի բան էլ կա, որ կարևորում եմ, որ այս պահին հիմնական փուլից ոչ Չեմպիոններ լիգայի եւ ոչ Եվրոպա լիգայից չկա անցում այլ մրցաշարերին եւ այն թիմերը, որ դուրս են գալի լիգայի փուլ, շարունակում են ճանապարհը միայն այդտեղ։ Եթե դուրս են մնում, ուրեմն դուրս են մնում ընդհանրապես եվրոպական մրցաշարերից եւ ամեն մի թիմ ցանկացած մրցաշարում հենց այն մեկնարկով է լիգայի փուլը մեկնարկում այն թիմերի հետ եւ ավարտելու է այդ թիմերի հետ, դա շանս է այլ թիմերին մրցանակներ նվաճելու, որովհետեւ նախկինում երբ որ խմբային փուլից երրորդ տեղով իջնում էին դեպի Եվրոպա լիգա, հաճախակի հենց Չեմպիոնների լիգայից դուրս մնացած թիմերն էին նվաճում։ Սևիլյան եւ Մադրիդի Ատլետիկոն Եվրոպա լիգայի չեմպիոնն է Սևիլյան, 7 անգամ, եթե չեմ սխալվում, նվաճել է, 7 եզրափակիչ, 7 հաղթանակ։ Այդպես Շնորհակալ եմ Հենրիխ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մեր ունկնդրին եւ ակնդրին դարձյալ հիշեցնեմ, որ զրուցեցի լրագրող հանրային կապերի մասնագետ եւ ֆուտբոլասեր Հենրիխ Մարգարյանի հետ։ Դուք Sportcast-ի այս ձայնագրության տեսագրությունը կարող եք դիտել, հիշեցնեմ, հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ Sportcast